Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի հավատամքը ճշմարտացիությունն է, արդարամտությունն ու անկողմնակալությունը։ Ես Վայո Ղազարյանս ու գործընկերներս այդ չափանիշներով ենք փորձում հաղթել անօրինականությանը, ամենաթողությանն ու անհանդուրժողականությանը։ Հակառակ դեպքում չկա նպատակ, հետևաբար նաև գործունեություն։ Ամիսներ առաջ անդրադարձել էինք տարբեր մարզերում ու բնակավայրերում գյուղապետների անօրինական գործունեությանը։ Հովունու գյուղապետը մոտ 6 միլիոն դրամի համայնքային տուրք էր գանձել, բայց չէր փաստաթղթավորել։ Շնողինը մեղադրվում էր միլիոնների յուրացման մեջ։ Իսկ ասենք Արմավիրի գյուղապետներից մեկի ամուսինը վրայերթի էր ենթարկել Հարևան գյուղի բնակչի ոչխարի հոտը, բայց խուսափել էր թե փոխհատուցումից, թե պատժից։ Նախորդ տարի վերահսկիչ պալատի բացահայտումներից մեծ աղմուկ բարձրացրին պետության կողմից ներկրվող դիզվառելիքի ու պարարտանյութի բաշխման ուսումնասիրության արդյունքները։ Մի քանի մարզում տասնյակ գյուղապետների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Այս տարվա անցած ամիսները բացառություն չեղան։ Դատական տարբերացյաններում քննվում են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքոնիկի, Սյունիքի մի քանի գյուղապետի դեմ գործերը։ Որոշեցինք նորից անդրադառնալ խնդրին, պարզելու, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված, ինչ է հայտնի նախաքննության փուլից, ինչպես են ավարտվել նախորդ տարի քննված գործերը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես կարելի է պայքարել գյուղապետների ապօրինությունների դեմ։ Չէ՞ որ գյուղը սահմանափակ միջավայր է, ու մարդիկ գերադասում են չվիճել, չթշնամանալ տեղի իշխանությունների հետ։ Կամ ծանոթ բարեկամ են, կամ էլ մտածում են, անհրաժեշտության դեպքում, ասենք, ոնց տեղեկանք ուզեմ։ Մեր նկարանող խումբը եղավ Գեղարքոնիկում, որտեղ Կարմիր աղբյուրի գյուղապետի եւ գյուղի 4 բնակչի դատական վեճը շարունակվում է շուրջ 4 տարի, եւ զարմացա, որ գյուղապետի հետ, ինչպես ասում են, գլուխ չեն դնում ոչ միայն համագյուղացիները, այլև կառավարությունը, որը իրավասու է պաշտոնանկության գործընթաց սկսել տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի նկատմամբ։ Մանրամասները Շուշանիկ Միրզոյանի «Որքան ագահ, այնքան դաժան» ռեպորտաժում։ Կարմիր գյուղում ավելի քան 1000 ընտանիք կա, իսկ գյուղապետի վերջին ընտրություններում 9 թեկնածու կար, այնպես որ ով էլ հաղթեր մեկնումեկը հաստատ դժգոհ էր մնալու։ Վեճերն ու անհամաձայնությունները ժամանակի ընթացքում հարթվում են, բայց Կարմիր գյուղում այդպես չեղավ։ Մոտ 3 տարի առաջ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ գյուղապետ Միշա Դանելյանին մեղադրեցին կին ծեծելու մեջ։ Նախքան այդ 2 այլ համագյուղացի նրան մեղադրել էին փողերի յուրացման մեջ։ Գյուղապետն ասում որ ծեծի դեպք չի եղել։ Նաև մարդիկ։ Լավ են անում որ ասում են, բայց դեպքում ինչի դատական ակտի դեմ չբողոքարկեցի։ Դատական ակտով հիմնավորված է, որ գյուղապետի կողմից իրականացվել են հակառակական գործողություններ, մասնավորապես Օվսաննա Գևորգյանին թույլ չի տվել աշխատել, ձեռից բռնեց դուրս է շպրտել։ Ամեն ինչի մեջ մեղադրում են, բայց ոչ մի բան չի։ Գեղց Ամեն ինչը դեպս սուտի։ Մայնձեր կորվան մի արդյոք մեղադրել, բայց պետք է հիմնավորել։ Ջրատարներ կամ մաքրման աշխատանքներ են կատարվել, ջրատարներ անցկացման էլեկտրահեռագրասյուների տեղակայման եւ այլն, եւ այդ դրա անվան տակ գյուղապետարանը գումար է դուրս գրել, հետո երբ որ մարդկանց հարցաքննում ես, ասում են մենք գումար չենք ստացել, կամ էլ ասում են, չգիտեմ, երևի հայրս է ստացել, երևի տղաս է ստացել, հստակ էր դատական ակտի համար, որ իրականում այդ յուրացումներն եղել են։ Կյանքում, եթե իմ ռոճիկը եթե ստանում եմ, չէ, էլ տուն տորած չկա, տալում եմ քասի մարդկանց։ Գրացելու ենա ստես գրացել, բանից էլ կացստու գազ, որովե յուրացում չել է։ Գյուղապետն ու գյուղապետարանի աշխատակիցները առ այսօր վստահ են, որ գյուղապետը այդ կնոջը մատով անգամ չի դիպել։ Հնարավոր ծեծի հանգամանքը օգտագործել է համագյուղացիներից մեկը, որի անօրինական բիզնեսի դեմ պայքարում է գյուղապետը։ Ուրեմն սստեր մորտոյան Ովակա։ Դեր նախակա չընտրվավ, եթե շարունակվավ էլի։ Ընդամենը 90 ձեր տորը այդ մարդը, այդենց որ բան զապրավկեն ասի անեկեսի մանկապորտեզի տարածքը երեխեք հետ են, եկցովայրա չել մի հատ երեխա մանա զդան էս եմ ոդուչատուչ։ Բիզնականորեն դրված է 95 թվից։ Իրանք կողոպտում են, տանում են իրանց սա զանի տարը օբյեկտները։ Պետական օբյեկտները, խմի դիմում եմ դադարան է սակցքելով, սա երկու տարի է սա սակցքում է ինչ։ Շեապորինի չէ, սեփական աշխարհված է ձեր անունով ձեզանից առել եմ ես։ Իրավունք չունեմ, գրանցես, դիմես դատարան հայցը մերժես, նայես հետո տղես աչուրդով իշայեց հողը շայ է,
որոշում կայացած անվավեր ճանաչես դրա։ Ունես քրեական գործի։ Դե դրանից է սկսվել դա բոլորը։ 2 տարի տևած դատական քաշքշուկներից հետո Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց, որ Կարմիր գյուղի գյուղապետը առաջադրված մեղադրանքների մի քանիսում մեղավոր է, սակայն նրա նկատմամբ համաներում կիրառեց։ Միշա Դանելյանը պաշտոնավարում է նաև այսօր։ Նա պնդում է, որ խնդիրը հարթվել է, ինքը մեղավոր չի ընդհանրապես։ Հայցվորին ու դատապաշտպանին այս հայտարարությունը զարմացնում է։ Հիմա վճռաբեկ բողոքար ներկայացված, պետք է սպասենք վճռաբեկ դատարանի դիրքորոշման։ Լրի վերականել չէ։ Վերջին 1 տարում դատական տարբեր ատյաններում քննվել է Հայաստանի առնվազն 5 համայնքի ղեկավարի գործունեությունը, չհաշված պետության կողմից սուբսիդավորվող դիզվառելիքի ու պարարտանյութի յուրացման մեղադրանքները։ Շնորհի նախկին գյուղապետ Հայկաս Քոչինյանի դատավարությունն ավարտվել է։ Նա մեղադրվում էր մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացման, պաշտոնեական դիրքի չհրաշահման համար։ Մասնակցել եմ Արջի շնորհի ջրհանկարանի բացմանը, դա 80-ական թվականների շինությունը։ Այնպես որ այդ խողովակաշարը չէր կարող փչացած լինել, այդ ջրհանկարանը հիմա էլ ոչ շատ լուրջ ներդրումների պատճառով կարելի աշխատեցնել։ Անձանց մի մասը ունի բարձրաբուն կրթություն, բայց նախաքննության տվյալները նյութերով նրանց տարատեղացությունները, որոնք նրանք տվել են նախաքննությանը, պարզվում է, որ գրվածը քննիչի ձեռքով։ Արդյոք բարձրագույն կրթության քանի անց չէր կարող գրել լիցուցմունքը սեփական ձեռքով։ Կասկած չի արություն այս փաստը։ Դուք տեղյակ եք այսինչ փաստի վերաբերել, այդպիսի բան չկա։ Նույն բառակապակցությունն է, այդպիսի բան չկա։ Դատարանը ապացուցված համարեց մեղադրանքների միայն մի մասը, վճիռը մեղմ էր։ Քննվում է նաև Հովունու գյուղապետի դեմ հայցը։ Գումարի յուրացման մեջ մեղադրվող Թելման Միրիջանյանը 1 միլիոն դրամ գրավ էր վճարել, ազատ արձակվել եւ կրկին սկսել պաշտոնավարել։ Սաղմոսավանի գյուղապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չհրաշահման, պետական շահին վնաս հասցնելու, իսկ Դաստակերտի գյուղապետը պաշտոնեական դիրքը անձնական շահին ծառայեցնելու մեջ։ Նրա թույլտվությամբ գյուղի տարածքում հեկ է կառուցվել, ուղղակի վաճառքով հող է հատկացրել, ինքն էլ դարձել հեկի փայատեր։ Ինչով է պայմանավորված քրեական այսչափ գործերի առկայությունը։ Հարցը այսօր հռետորական է թվում, սակայն մեր զրուցակից փաստաբանը խնդրում է ուշադրություն սևեռել այլ հանգամանքի վրա։ Կառավարության լիազորությունը նախատեսված է Սահմանադրության 109 հոդվածով, Սահմանադրական դատարանի լիազորությունը 100-րդ հոդվածի 8-րդ կետով։ Սահմանադրական դատարանը պետք է տա եզրակացություն համայնքի ղեկավարին պաշտոնականելու կամ չանելու վերաբերյալ։ Նշանակում է կառավարությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան, իսկ այդ վերին ատյանն էլ համապատասխան որոշմամբ պաշտոնան կանել տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին։ Գործադիրը այդ իրավունքից երբևէ չի օգտվել։ Համայնքի ղեկավարը ընտրովի մարմին է եւ ըստ էության վարչական մարմինները, այսինքն գործադիր իշխանությունը չի ուզում խոչընդոտել ընտրովի մարմնի կատարած աշխատանքներին։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրիկայան, Սուրանկյուն։ Պետական գնումների թեմային հաճախ ենք անդրադարձել։ Բարձրաձայնել ենք ոլորտի թերությունների, մասնավորապես կոռուպցիոն ռիսկերի ու օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Վիճակագրությունը փաստում է, որ պետական գնումների գործընթացի կեսից ավելին մեկ անձից կատարվող գնումներն են։ Սա բազմաթիվ ռիսկեր է պարունակում, կոռուպցիայից ատկատներից սկսած մինչև խնամի, ծանոթ, բարեկամի ծառայություններից օգտվելու արատավոր պրակտիկայի կիրառում։ Թերևս սա է պատճառը, որ պետությունը կարևորում է գնումների գործընթացում բաց մրցույթները։ Սակայն այստեղ ևս պետական կառույցները գտել են սողանցքները եւ արդյունքի հասնելու ցանկալի տարբերակը։ Անցնող շաբաթ մի շարք ուշագրավ փաստեր բացահայտեցինք։ Օրինակ, պետական որևէ գերատեսչություն տենդեր է հայտարարում։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով մասնակցած կազմակերպություններից մեկը հաղթող չի ճանաչվում։ Վերջինը բողոքարկում է մրցույթի արդյունքները եւ հանձնաժողովը տվյալ կազմակերպությանը հաղթող է ճանաչում։ Իսկ հիմա ուշադրություն, պետական կառույցը չեղյալ է հայտարարում մրցույթը, պատճառաբանելով, թե տվյալ ապրանքը կամ ծառայությունը իրեն այլևս անհրաժեշտ չէ։ Նման օրինակ փաստերն ուսումնասիրել եւ դրանց հետքերով է գնացել Սոնա Դանելյանը։ Ներկայացնում եմ նրա, ձեռնտու է Յուրայինը Քան Օտարը, հետաքննությունը։ Ինչքան ասֆալտի վրայի գծերը շուտ մաշվեն, այնքան ավելի շուտ նոր բյուջե կգա։ Պետգնումների համակարգը միտված է պետական միջոցների հաշվին ծախսերի արդյունավետությանը, թափանցիկությանն ու շնորհիվ մրցակցության արդարացված գնագոյացմանը։ Իրականությունը սակայն ցույց է տալիս, որ նպատակադրվածին այնքան էլ հեշտ չէ հասնելը, քանի որ պետական միջոցների հաշվին հարստացողների պակաս չի զգացվում։ Դա այն ապացուցում վերահսկող տարբեր կառույցների բացահայտումները ատկատների, հակամրցակցային համաձայնությունների, կոռուպցիայի մասին։ Մի շարք գերատեսչություններ ու նրանց հետ փոխկապակցված տնտեսվարողներ պետությանը պարբերաբար վնաս են հասցնում թե մեկ անձից գնումների եւ թե բաց մրցույթների արդյունքում։
Աքսիոմա է դա, որ մրցակցությունը ծնում է նաև գների, այսպես ասած, պատերազմ, ճակերտավոր ասած, երբ որ չկա մրցակցություն, ըստ էության կարելի է խոսել, որ դրանք ավելի անարդյունավետ գնումներ են։ Միջնորդավորված ձեռքբերումներն են բավականաչափ շատ։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ այդ միջնորդները շատերի համար ցանկալի գործընկեր են, խնամի ծանոթ բարեկամ, որոնց հետ, ինչպես ասում են, հնարավոր է լեզու գտնել ցանկացած հարցում։ Անգամ այն դեպքերում, երբ իրականում մասնակցում է մի քանի ընկերություն, միշտ էլ կարելի է ուղիներ գտնել անցանկալի հաղթողի հետ պայմանագիր չկնքելու համար։ Կարելի է կարիքի բացակայություն հայտարարել եւ դրանով իսկ անցանկալի մասնակցին զրկել հաղթելու հնարավորությունից։ Առարկայազուկ նշանակում է, որ ես ունեի ինչ-որ մի բանի կարիք, տվյալ պահին այդ կարիքը չքացել է։ Այսինքն ներկայումս էլ այդ կարիքը չունեմ։ Իհարկե օրենսդրության դա նաև բաց է, որ նման կարգի հիմնավորում կարելի է օգտագործել, բայց դա իրականության մեջ շատ լավ պատվիրատուները մանևրում են եւ դա այդ հիմքով կարողանում են դժվարացնել նրա գործունեությունը շուկայում։ Նախանցած տարի մրցույթի մասնակցած ՍՊԸ-ներից մեկի տնօրենը մեծ հետ հեռախոսազրույցի ընթացքում դժգոհում էր, որ մինչև բողոքարկման խորհուրդը վճիռ կկայացներ իր բողոքի վերաբերյալ, պատվիրատուն մանկաբաժական համալսարանը հայտարարեց կարիքի բացակայության մասին եւ դրանով վերջ դրեց հայտարարված մրցույթին։ Պատվիրատուն կարիքի բացակայություն է, ասենք չէր ուզում ավտոկ ճանաչել, կարիքի բացակայություն տվը, որը մենք էլ կարիք չունենք, ոնց որ բարձավ է ամեն ինչը։ Իրանք ոնց որ այսպես անում են։ Ընկերության բողոքը կամ հայտես, ինչպես կուզեք, չի բավարարվել կանգատարկման խորհրդի կողմից, այլ ընդհակառակը մերժվել է։ Դրանից առաջ իհարկե գնման մտածակարգը արդեն իսկ չեղյալ էր համարվել պայմանագիր չկնքելու հիմքով, ինչը էլի օրենքի հստակ կետերից մեկն է, նախատեսում է օրենքը այդպիսի հիմք։ Երբ որ մրցույթը հայտարարվեց չեղյալ, համալսարանը արդեն մասնակի ուղղակի նորոգումների ճանապարհով տնտեսվարական եղանակով ձեռք բերելով որոշակի քանակությամբ շինանյութեր, սեփական ուժերով աստիճանաբար սկսեց այդ աշխատանքների իրականացումը։ Պատվիրատուները ընդհանրապես չեղյալ է հայտարարվում իրանց ընտրացակարգը, այո, իրանց տենդերը չեղյալ է հայտարարվում։ Իսկ ինչ պատասխանատվություն են կրում, ըստ էության այսօր օրենքը չի նախատեսում։ Ճիշտ է, նախատեսում է, որ պիտի պատասխանատվություն կրեն, բայց թե ինչ պատասխանատվություն, կոնկրետ հստակ չի սահմանում։ Անցած տարի գնումների բողոքարկման խորհուրդը քննության է առել մոտ 60 հայտ, 29-ի պարագայում բողոքը բավարարվել է։ Բավարարումը միջինում մշտապես գտնվել է շուրջ 45-ից 50%-ի սահմաններով, այդ դեպքում մենք վկայում ենք, որ 50% դեպքերում մենք անհիմն այդ մարդու կյանքը ավելի բարդացնում ենք։ Ինչի են մերժել ձեր բողոքը։ Նորմալ է։ Զանաչուն է գացավտանի մենք զուգ տենդերեք։ Դա ինչ որ չափով հասկանալի է ներկա գնումների համակարգի պարագայում, ինչի որտեղ բավականաչափ շատ են գործիքները, որ նման ֆիրմայի մասին կամ բարձրաձայնած խնդիր իմանալով եւ կոնկրետ անձնավորված լինելով այդ ֆիրման ընդհանրապես, եթե նույնիսկ ինչ որ փոքր մրցույթներ շահում էր, կդադարի այդ ֆիրմայի հաղթող ճանաչելու գործընթացը այդ փոքրիկ մրցույթներում։ Զրուցակիցս Լիգա Պլյուս ՍՊ-ի սեփականատեր Շահենադյանն է, որը նույնպես խուսափեց հարցազրույցից։ Նրա ընկերությունն անցած տարեվերջին մասնակցել է թիվ 79 դպրոցի հայտարարած ծննդամթերքի ձեռքբերման մրցույթին ու պարտվել։ Դպրոցը օրենքի խախտում էր կատարել, ֆոտոն ՍՊ-ի հայտը պետք է մերժվի, ընդհանրապես հայտի մեջ երկու հատ թուղթ արին, մի հատ գնային առաջարկ արին, մի հատ դիմում։ Ինքը դիմումը գրած է եղել 100 դպրոցի անունով, ոչ թե 79-ի։ Հետո գնումները աճակցման կենտրոնը ես բողոքներ կայացի, նախնայեցի։ Եթե այդ մարդը դիմումը չի գրել, որ ցանկանում է մասնակցի 79 դպրոցին, մի հատ գնային առաջարկ դրել, մենք գնային առաջարկով դա օրենքի գնումների համապատասխան, ասին ոչ։ Դրա համար ձեզ բավարարեցին։ Այո։ Մեկնաբանություն ստանալու նպատակով եղանք դպրոցում, բայց քանի որ տնօրենը տեղում չէր, զրուցեցինք հեռախոսով։ Քանի որ շրջանական համաձայնագրով գրանցվածների ցուցակում էին նրանք, մեր մոտ կասկած առաջացավ էլի, որ դա համարել վրիպակ ամեն դեպքում ցածր գնային առաջարկն էր եւ տարեկան 500,000 դրամի տարբերություն կար, բայց բյուջեով ենք ֆինանսավորվում եւ դա էլի ծախսվելու էր ուսումնական նպատակներով նույն երեխաների համար։ Մնացած բոլոր քայլերը հավատացեք գնացել են օրենսդրությամբ, երեխաները չեն տուժել դրանից սնունդ ստանում են երեխաները։ Մենք մեր պայմանագիրը նախորդ կազմակերպության հետ շարունակում ենք էլի որոշակի համակարգանակով։ Նախորդ մատակարարը որ ընկերությունն է եղել։ Տիսան է եղել։ Տիսան, հա։ Հիմա առավել ուշադիր եղեք։ Էլեկտրոնային ռեգիստրում փնտրում ենք Տիսա ընկերությունը։ Տվյալները տեղադրում ֆինանսների նախարարության հարկվճարողների որոնման համակարգում եւ պարզում, որ այդ ընկերությունը լուծարված է։ Ստացվում է դպրոցին սնունդ է մատակարարում գոյություն չունեցող ընկերություն։ Կարծում ենք այստեղ արդեն անհրաժեշտ է ստուգող մարմինների միջամտությունը։ Ֆոտոսպանը դա Ղարաբաղից Ադյան Յուրա կա, նրա ֆիրման է։ Հանրաճանաչ Ադյան Յուրա։ Հայկազում ՍՊ-ն, էլի Իրան ֆիրմաներ ունի, բանը Համարասյուսը,
որը որ սեփ ցուցական գնումների մասին։ Ձեր անունն ասում են Շահեն Ադյան, որտեղ որ այն մեկն էլ ասեցիք Ադյան։ Էնել է, Յուրա Ադյանա, բայց մենք բարեկամներ չենք։ Իդեպ, Յուրա Ադյանին պատկանող ընկերությունների չարաշահումներին մեր հաղորդաշարը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։ Հիշում եք մանկապարտեզներում կարագի փոխարեն սպրեդի մատակարարման խայտարակ պատմությունը, երբ մատակարարներից մեկն էլ հենց տվյալ գործարարի երեքնուկ ընկերությունն էր։ Նույն ընկերությունը ներգրավված էր տնտեսական մրցակցության պաշտպանների բացահայտած մեկ այլ խայտարակ պատմության մեջ, երբ փոխկապակցված երեքնուկ, Sear Group եւ Amaras Yus ընկերությունները հակամրցակցային պայմանավորվածության բավականին լուրջ վնաս էին հասցրել պետությանը, մանկապարտեզներին եւ սոցիալական հաստատություններին շուկայականից մի քանի անգամ թանկ սնունդ մատակարարելով։ Amaras Yus ընկերությունը գնային առաջարկներն ըստ էության նույն ֆորմատով են եւ նույն տարասխալը, հա, տեսեք 90 թիվը գրված է ըտարով։ Այսինքն նույն ֆայլի վրա նույն անձը աշխատել է, թվերը դրել է եւ տեսեք Ռոստոմի 58 հասցեն նույն եւ նույն հեռախոսի համարը, երկուսի մոտ էլ կրկնվում։ Սակայն մի ուշագրավ փաստ եւս։ Այն ժամանակ Յուրա Ադյանի անվան կողքին շրջանառվում էր Շահեն Ադյանի անունը։ Այդ դեպքում ինչու են ուրանում իրար։ Իսկ գուցե դա էլ է պայմանավորվածության արդյունք։ Իդեպ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում էլ են նշում, որ այս երկուսը փոխկապակցված անձինք են։ Գնումների մասին օրենքի համաձայն բաց ընթացակարգով մրցույթների ժամանակ հաղթող է ճանաչվում այն ընկերությունը, որն առաջարկում է ամենացածր գինը, ինչը շատ հաճախ նշանակում է ամենացածր որակ։ Antares Holding-ը միայն անցած տարի մասնակցել է շուրջ 1000 մրցույթի, բայց որևէ մեկում չի կարողացել հաղթել, քանի որ առաջարկած որակյալ ապրանքի գինն ամենացածրը բնականաբար չի եղել։ Պատվիրատուն ունի վերահսկող եւ կամ ստուգողներ։ Ու երբ որ այդ ստուգողները գալիս են տեսնում են, որ ինքը աղբը առել է շատ էժան, ոչ մի բան չեն ասում, ասում են ապրես։ Երբ որ ստուգողները գալիս են տեսնում, որ նա գնել է չաղբ նորմալ գնով, կամ չգիտեմ, նրանից ավելի բարձր գնով, ապա այդ մարդը սկսում է խնդիրներ ունենալ։ Որովհետև այսօր կառավարությունը ունի մի որոշում, որով որոշակի ապրանքների համար առավելագույն գինա սահմանել։ Ինքը ընդհանուր առմամբ շուկայական գներին մոտ է, բայց նայած թե որ որակ է ապրանքի համար։ Երբ որ դու նշիչը կարող է ծառայել քեզ 5 տարի, իսկ դու տարին 4 անգամ նշիչ ես առնում, սա հանցագործություն է։ Թողին պետությունը միշտ գնի որակովներից ամենաէժանը, բայց երբեք չգնի էժաններից ամենավորակ։ Օրենսդրությունը փոփոխության կարիք ունի։ Համակարծիք են թե մասնակիցները եւ թե պատվիրատուները։ Գործադիրն այս մասով կարծես գործողություններ է նախաձեռնել։ Նախատեսվում է ազգային ժողով ներկայացնել համապատասխան օրենքի փոփոխությունների նախագիծը։ Հուսանք, որ դրանից հետո պետգնումների ոլորտում չենք ունենա այնպիսի դեպքեր, երբ պատասխանատուները կարդարանան, թե ստիպված են անորակ ապրանք ձեռք բերել, քանի որ էժան էր ու դա է պարտադրում օրենքը։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Խեղվաշ ճակատագրեր էջի նախորդ տեսանյութից հետո հրազդանցի 82-ամյա մայիս պապի կյանքը փոխվել է։ Էլ ինչ ծերություն, ինչ քաղցած օրեր, ինչ ցուրտ։ Ավելին, ողնաշարի խնդիր ունեցող թորը առողջապահության նախարարի միջամտությամբ բուժման կուրս կընձնի։ Ինչպիսի երջանկություն։ Հիմա պապը ոչ թե հուշերով, այլ հույսերով կապրի, վստահ որ լավ օրեր են գալու։ Մեկ օրում այդքան նվերների, այդքան անակնկալի մասին չէր էլ կարող երազել։ Սառնարան ու հեռուստացույց, եվրոպատուաններով առելափայտ սննդամթերք, հագուստ ու գումար։ Սրտացավ մարդկանց աղոհացով են դիմավորել, իսկ պապի ընտանիքի ուրախությամբ ուրախացած հարևանները գառ են մորթել եւ հյուրասիրություն կազմակերպել։ Իսկ ամենաուրախալին այն է, որ նշել են պապի թոռների ծննդյան տարեդարձը։ Փոքրիկների երջանկությունն անսահման է եղել ու թող այդպես էլ շարունակվի։ Այժմ Տաթև Մեսրոպյանի կարիքավորներն են ուրախանում տեսանյութը։ 82-ամյա մայիս պապը, որը մշտապես միայնակ է պայքարել իրեն բաժին հասած դժվարության դեմ, հաղորդումից հետո այնքան էր հուզվել հեռուստադիտողի ուշադրությունից, որ իրեն այցելած բարերարներին աղոհացով դիմավորեց։ Պապի ամենամեծ մտածմունքը հաշմանդամ թոռան բուժման խնդիրն էր։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը անտարբեր չի խեղված ճակատագրեր էջի առողջական խնդիրներ ունեցողների նկատմամբ, հանձնարարել էր զբաղվել Նարեկի խնդրով եւ ապահովել տղայի առողջարանային բուժումը։ Սա շնորհակալ եմ, որ բուժելու եք ես լավանա, որ իմ զինվոր եմ դառնալու, որ իմ հայրենիքը պաշտպանեմ։ Ընտանիքը արժանացավ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությանը եւ նրա հանձնարարականով Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը հերոստացույց նվիրեց։ Ուզում ենք մի հատ հերոստացույց ցեզ նվիրենք, որ մի հատ լավ լուրերը լսեք, զբաղվեք, ժամանցը լավ անցի։
PC Electronics խանութների ցանցը շարունակելու է որակյալ տեխնիկայի ուրախացնել կարիքավոր ընտանիքներին։ Տնօրինությունը մայիս պապի ընտանիքին շատ մեծ սառնարան նվիրեց։ Տղաների մայրը ուրախությունից պարզապես արտասվում էր։ Միշտ մեջը լիքը մթերքով լինի, ձեր տունն էլ ուրախությունով լիքը լինի։ Միշտ տեսել եմ, որ PC Electronics-ը օգնում է, ուրախ եմ, որ օգնությունից մեզ էլ հասավ։ Հրազդանի քաղաքապետը վճարելու է Գարիկի մանկապարտեզի վարձը, իսկ նրանց համաքաղաքացի Արայիկ Խաչատրյանը դրամական օգնությունից բացի այս ընտանիքին վերցնում է իր հովանավորության տակ, մշտապես լուծելով ոչ միայն նրանց հացի խնդիրը, այլև կտրոն է տրամադրել, որ Հրազդանի երթուղային տաքսիներից անվճար օգտվեն։ Շնորհակալ եմ Արայիկ Պուշկինի Խաչատրյանից, Ջնդոյից, որ ինքը ամեն հարցով մեզ օգնում է, ամեն անգամ իր փռի հացից տալիս է մեզի, ուղարկում է։ Երևան City սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը ինչպես միշտ գումար փոխանցեց, ինչի կարիքը այս ընտանիքը եւս շատ ուներ։ Հիմնականում կփորձեմ կահավորման խնդիրը լուծելու համար։ Այս ծերունին, որը թորների հետ այսուայն կողմ շրջելով փորձում էր վառելիք հայթայթել, երկար ժամանակ վառելափայտի խնդիր չի ունենա։ Նրա համաքաղաքացիներից Արմենը եւ Արմանը լուծեցին այդ խնդիրը, ավելին Արմանը արդեն դարձել է մայիս պապի թորների կնքահայրը։ Իմ ընկերոջս հետ մայիս պապի որոշեցինք ձեզի փայտով օգնենք։ Թող ձեր ընտանիքում Աստծո օրհնանքը լինի։ Շնորհակալ եմ Արման Խաչատրյանից, որ ինքը կանգնեց իմ երեխեքին քավոր, հոր նման տիրություն կանի։ Շատ էինք ոգևորվել նաև որդիներ Հարությունյան ընկերության անակնկալից։ Մայիս պապի տան բոլոր պատուհանները փոխեցին եվրո պատուհաններով, առաջիկայում էլ տունը երեսպատելու են։ Թող տակ լինի երեխաների տեղը, մենք ցանկանանք ձեր երեխաներին անամպ երկինք եւ առողջություն ամենակարևորը։ Բարով վայելեք, առողջ վայելեք։ Զուզու ընկերության անակնկալը ուրախացրեց ոչ միայն այս ընտանիքին, այլև հարևան փոքրիկներին։ Բոլորին բաժին հասավ ընկերության համեղ եւ տարատեսակ քաղցրավենիքներից ու ըմպելիքներից։ Ընկերության ներկայացուցիչը նաեւ գումար փոխանցեց։ Ամեն առավոտ որ երեխեն արթնանում է, ասում է մամա զուզու եմ ուզում, զուզու եմ ուզում, ամեն առավոտ զուզու է ուզում։ Շատ շնորհակալ եմ ընկերությունից, որ աջակցեց մեզ, երեխաներիս ուրախացրեց ամեն ինչով։ Մեր մշտական բարերարներից Բարիս Ամարացի ընկերության ներկայացուցիչը անապահով ընտանիքների ամենասպասված հյուրերից է։ Քո արդյունքները խուզես ոչ միայն մեր ընկերության, այլ ամբողջ ազգին։ Աստված քո աչքերին միշտ ուրախության արդյունքներ լինի։ Եվ մենք ձեզ բազմաթիվ նվերներ եւ սնունդ ենք ուղարկել։ Թող մեր առողջ եւ անվտանգ սնունդը պատճառ բառնա ձեր ընտանիքի շուտապույտ առողջացմանը եւ ինչ երազանքներ որ ունեք, դա Աստված իրականություն դառնա։ Տուկասը ընկերության տնօրինությունը միշտ շռայլ է գտնվում անապահով ընտանիքներին օգնելու հարցում։ Նրանք եւս մեծ քանակությամբ կիսաֆաբրիկատ սննդամթերք էին ուղարկել։ Իմ երեխեքը շատ են սիրում մսամթերք, մեր կողքին կանգնեցին, աջակցեցին։ Ավստրիայի Ֆորալբերգ մարզի մի քանի հայ ընտանիքներ, ովքեր հաճախակի են օգնում խեղված ճակատագրերի կարիքավոր ընտանիքներին, մայիս պապին եւս գումար ուղարկեցին։ Իսկ Հրազդանի գազի վարչության տեղամասի պետ Կարեն Աղալուրյանը վճարել է 2014 թվականից կուտակված գազի պարտքը։ Անգամ Դիլիջանից նրանց համար կարտոֆիլ էին հասցրել։ Երևանից Արկադին, Տաքսուվաուրտ Էդգարը, այլ բարերարներ գումար։ Արսենը Խաղալիքներ Մարինան, որը նախընտրեց չներկայանալ, իրականացրեց Գարիկի երազանքը եւ նրան հեծանիվ նվիրեց։ Թոշակառու Էլմիրա տատը փոքրիկների համար հագուստ եւ սննդամթերք ուղարկեց։ Ադամյանների ընտանիքը ինչպես միշտ սնունդ, քաղցրավենիք եւ մրգեր, Արայիկը լավաշ, իսկ հավաքված գումարով տունն են նորոգելու։ Արմավիր դենտ ստոմատոլոգիական կլինիկայի կողմից ձեզ տրվում է դրամական օգնություն, ինչպես նաեւ տրվում է սերտիֆիկատ 1 տարով ամբողջ ընտանիքին անվճար սպասարկվելու մեր ատամնաբուժանում բոլոր տեսակի ծառայությունները։ Նուգաբես խանութ սրահն է, սրանք անվճար մերսման սարքավորումներ են, կոնկրետ երեխու համար շատ օգտակար սարքավորումներ, մենք դες հրավիրում ենք օգտվելու, բացի այդ էլ մենք անվճար երեխայի տրանսպորտի ծախսը մենք կհոգանք։ Տաբերջը սրահի կողմից մենք դրամական օգնություն ենք բերել ձեր բալիկների վիճիկներ ու քաղցրավենիք ու մրգեր, որ իրանք քաղցրություն ու առողջություն են։ Որքան էլ ցավալի է, չենք կարող չնշել, որ շատ քիչ է պատահում, երբ հարևանն ուրախանում է կարիքավոր հարևանի ուրախությամբ։ Եվ ամեն անգամ շեշտում են, թե իրենք ավելի կարիքավոր են։
բայց այս հարցում Մայիսպապի ընտանիքն իսկապես բախտավոր է։ Նրանց հարևան Խաչատրյաններն, ովքեր միշտ ուշադիր են եղել Մայիսպապի ընտանիքի նկատմամբ, այնքան շնորհակալ էին, որ բարերարներին հյուրասիրելու համար գառմորթեցին։ Հյուրասիրելով ոչ միայն նրանց, այլև տարածքի բոլոր կարիքավորներին։ Խաչատրյանների միջոցով այլ համաքաղաքացիներ Մայիսպապին գումար էին փոխանցել։ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Քոչարյանն է ձեզ տվել դրամական պարգև, Նարպուշի տնօրեն Արայիկ Խաչատրյանն է ձեզ տվել դրամական օգնություն, որդի Արտաշես ՍՊ տնօրեն Արմեն Ստեփանյանը ձեզ մեր կողմից, հարևանների կողմից կա Մոսկվայից ձեզ օգնություն, Սուսան Մխիթարյանների ընտանիքի կողմից Մոսկվայից Ես էլ ձեզ են նորից ուղարկել, ես վերցրեք դրամական օգնությունը։ Մենք ինչքան էլ փորձենք չէին կարող այս ամեն ինչը տալ իրանց, դրա համար ես մեր ամբողջ հարևանության անունից, մեր ընտանիքի անունից, բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, հատ, որ մարդիկ զանգել են մեզ, գումար են տվել, որ մենք փոխանցենք, չեն ուզեցել իրանք ներկա լինեն։ Մի խոսքով բոլորին, ովքեր ցանկացել են ու ցույց են տվել, որ մարդկային խիղճը միևնույն է չի մահացել։ Մենք էլ որպես մեր սրտի խորքից շնորհակալություն հայտնելու համար մատաղ ենք որոշել անել ու հյուրասիրել բոլոր այն մարդկանց, ովքեր մի փոքր բանով օգնել են այսօր իրանց։ Պարզվեց մարտի 15-ին եւ 16-ին Մայիսիկի եւ Նարեկի ծննդյան օրերն են։ Տարեդարձերը երբեք չեն նշել, սակայն Բումբումիկի հերոսներն այնպիսի ծննդյան օր կազմակերպեցին, որ փոքրիկները երբեք չեն մոռանա։ Իսկ պապը թորների ուրախությունից կարծես վերածնվել էր եւ կյանքում առաջին անգամ պարում էր։ Գիրքը սկզբում որքան էլ հետաքրքիր է լինում, ընթերցողին վերջն է հետաքրքրում ու չի հանգստանում միջև հերոսին խաղաղված չի տեսնում։ Այդպես եղավ նաև Մայիսպապի դեպքում, որը հասել է կյանքի եզրագծին, սակայն անցած հիշողությունները խցանվել էր կոկորդում, ինչպես այն կոյուղիները, որոնք մաքրում է, բայց մեր բարիգութ հեռուստադիտող այս խեղված ճակատագիրն էլ փոխեց։ Ծերունու պատմությունն այսքանով չի սահմանափակվում, բայց մեր եւ հեռուստադիտողի համար արդեն ավարտվում է այնքանով, որ կյանքի մայրամուտում Մայիսպապը վերջապես խաղաղվեց։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ուշադրություն դարձրեք մեքենաների թե թվին, թե արագընթացությանը։ Որոշ անձանց համար ինքնահաստատման միջոց։ Ներմուծվել է 34754 տրանսպորտային միջոց։ Քաղաքի տարածքի հարկավոր, որպես այսքանը մենակ կարող տեղավորել։ Վթարը պատրաստ է։ Երեք օրն է, որ ինքը գտնվում է մեքենա վարելու մեջ։ Վարորդները ստրեսի են ենթարկվում։ Իրավախախտում չի կարելի թույլ տալ։ Երթևեկությունն ավելի անվտանգ չդարձել։ Մեկ զոհն անգամ անընդունելի է։ Պետք է պաշտպանել ոչ այնքան ճանապարհային ոստիկանությունից, Չգիտեն երթևեկության կանոն։ կարող են վայելել այդ գիտելիքների ընձեռած հաճելի, բայց անցողիկ հաճույքը։ Հավասարեց մարդասպանության։ Ինչ որ մեկը փորձում է նետվել ցած եւ նրան համոզում են այդ քայլը չկատարել, կամրջի վրա փորձում էին օգնություն ցուցաբերել ինքնասպանի հորը։ Տաբատի գրպանում էլ թողել էր գրություն ուղղված հարազատներին։ Հասցրել եմ մարդկանց հետ պահել ինքնասպանությունից։ Վիճել եմ տունը, հեսա վենաներս կտրում եմ։ Հասարակությանն ու հարազատներին հաղորդագրություն են թողնում։ Մանիպուլյացիա կա, մարդկանց վախեցնել։ Հերթապահող իրավապահները չեն կարող կանգնեցնել։ Ստորին հատվածներում էր պաշտպանիչ ցանցեր դնել։ Շատերի սիրտը կանգ է առնում հենց օդում։ Չեն գիտակցում, որ մահվան են գնում։ Ժամանակին այս նույն ուղին է անցել։ Այստեղից ներքև անվտանգ հեռավորության վրա Նույնիսկ մորով է հիշում այն օրերը։ հավատը չի գալի, որ պետք է ես եմ։ Վերջերս մամուլը տեղեկացրեց, որ 2014 թվականին հայաստանցիները շուրջ 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք են վճարել երթևեկության կանոնները խախտելու համար, որոնք արձանագրել են արագաչափ սարքերն ու տեսախցիկները։ Այդ գումարի չափը 2013-ի համեմատ ավելացել է շուրջ 2 միլիարդով։ Վիճակագրությամբ, սակայն, աճել է ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը։ Որոշ մեկնաբանություններով արագաչափերն ու տեսախցիկները ոչ միայն չեն նպաստել երթևեկության անվտանգությանը, այլ այն ավելի վտանգավոր են դարձրել մշտական լարվածության մեջ պահելով վարորդներին։ Վթարներն իսկապես ավելացել են, սակայն ճիշտ կլինի պատճառները ուսումնասիրել, ինչպես ասում են, սառը գլխով։ Բերեմ մի պատկերավոր օրինակ, որը կարող է լույս սփռել մարդկանց անվտանգությանը շարունակ սպառնացող երևույթի վրա։ Կարող եք պատկերացնել, թե քանի մեքենա է ներկրվել միայն անցած տարի՝ մոտ 40 000։
Եթե իրար հետևից կանգնեն, իսկ մեքենայի նվազագույն երկարությունը 3 մետր է, կստացվի 120,000 մետր, այսինքն 120 կիլոմետր։ Ճիշտ այդքան է, ասենք, Երևան-Իջևան ճանապարհը։ Մինչդեռ հանրապետության տարածքը չի ընդլայնվել։ Ստացվում է, որ նույն տարածքում էապես ավելացել են մեքենաները, իսկ դա նշանակում է, որ վթարների թիվը օբյեկտիվորեն պետք է ավելանար, հաշվի առնելով հավանականության տեսության եւ ֆիզիկայի մի շարք օրենքներ։ Ու եթե դրան հավելում ենք ապայի արկայությունը ու երթևեկության կանոնների համատարած չիմացությունը, ապա պետք է ունենայինք այն, ինչ ունենք։ Նույնիսկ վարորդների շահերը պաշտպանող կազմակերպություններն են ընդունում, որ վարորդների 80%-ը լավագույն դեպքում գիտի երթևեկության կանոնների 20%-ը։ Իսկ թե ինչպես են վարորդական իրավունք ստանում, քննարկման այլ թեմա է։ Այդ դրա համար ենք ասում, որ հասարակական հնչեղություն ունեցող ցավոտ հարց պետք է հիմնված լինի սթափ դատողության, ծանրակշիռ փաստերի եւ մասնագիտական վերլուծության վրա, մանավանդ որ գործ ունենք մարդու կյանքի հետ։ Թե չէ շատերը իրենց չակերտավոր վերլուծություններով երբեմն առաջնորդվում են մեկի մահավոխվերգությունը, հարյուրավորներին վիճակագրություն ասույթով։ Ներկայացնում եմ Նելե Հարությունյանի, երբ հպարտանում ենք մեքենաների առատությամբ հետաքննությունը։ Սրանք կադրեր են երևանյան սովորական երթևեկությունից։ Ճիշտ է, մի կողմում 1985 թիվն է, մյուսում 2015-ը։ Ուշադրություն դարձրեք մեքենաների թե թվին, թե արագընթացությանը։ Համաձայն եք, որ համեմատության եզրեր չկան։ Վստահաբար կարիք չկա համեմատելու նաև 30 տարվա վաղեմության եւ այսօրվա վթարների վիճակագրությունը։ Մայրաքաղաքում փողոցները մնացել են նույն թողունակության, եթե չասենք, որ որոշ դեպքերում նույնիսկ նեղացել են, իսկ մեքենաները ավելանում ու ավելանում են։ Իսկ հիմա վիճակագրության մասին, պաշտոնական։ Ճանապարհատրանսպորտային պատահարները ինչ խոսք ավելացել են։ 2014-ին գրանցվել է 3156 դեպք, նախորդ տարվանից 332-ով ավելի։ Մինչ տուժածների մասին տեղեկատվությունը ծանոթացեք նաև Հայաստան ներկրված մեքենաների թվին։ Այսպես, միայն 2014-ին ներմուծվել է 34754 տրանսպորտային միջոց, մոտ 2000-ով ավելի 13 թվից, եւ հիմնականում ժամանակակից արագընթաց մեքենաներ։ Վերջին 5 տարում մոտ 150,000-ի կարգի տրանսպորտային միջոցը, եթե սա փորձենք տեղավորել, ապա մի հատ նորմալ Հայաստանի ապրիլում քաղաքի տարածքի հարկավոր, որպես այսքանը մենակ կարող տեղավորել։ Մեքենավարելը երբեմն որոշ անձանց համար ինքնահաստատման միջոց։ Հատկապես այն անձանց մոտ, որ մեքենան սպորտային մեքենա է, եւ միևնույն ժամանակ ում մեքենան թանկարժեք մեքենա է, օժտված որոշակի հարմարանքներով, ապա վարորդը պետք է դա փորձի, որովհետեւ նրա մոտ կա այդ հակումը արագ վարելու։ Նեղ փողոցներ, գումարած մեծ արագընթաց ու մեծաթիվ մեքենաներ եւ վթարը պատրաստ է, բայց սա պատճառներից միայն մեկն է։ Այս վերջերս ես նստել էի տաքսի եւ վարորդը խոսում էր, որ 3-րդ օրն է, որ ինքը գտնվում է մեքենա վարելու մեջ, ընդամենը 2 ժամանակներ։ Կա վթարի մի տեսակ, որի ժամանակ մարդը աչքերը բաց մեքենան վարում է, բայց արգելքներ ինքը չի նկատում։ Տարատեսակ մեկնաբանություններ կան, որ արագաչափերի ու նկարահանող սարքերի տեղադրումը չնպաստեց վթարների կանխմանը, ավելին, հիմա վարորդները սթրեսի են ենթարկվում եւ ավելի հաճախ վթարվում։ Բնականաբար զավեշտալի է նման տեսակետը, բոլոր վարորդները պետք է առաջնորդվեն այն սկզբունքով, որ իրավախախտում չի կարելի թույլ տալ բոլոր ճանապարհահատվածներում եւ բոլոր վայրերում։ Եվ անկախ այն հանգամանքից, թե տվյալ ճանապարհահատվածը վերահսկում է տեխնիկական միջոցներով կամ ոստիկանության ծառայողի կողմից, թե ընդհանրապես տվյալ պահին չի վերահսկվում։ Վարորդները լարված հոգեվիճակում են նստում մեքենայի ռուլին։ Միտքը ուշքը զբաղված է որևէ խնդրով։ Եվ այդ է պատճառը, որ նրանք կարող են դոմինանտ գրգռի ազդեցության հետևանքով չնկատել սահմանափակող նշանները, խախտումների մի հսկայական զանգված տեղի ունենում այդ հոգեվիճակում։ Իրականում այն սարքերը չեն դրա պատճառը, այլ իրենց հոգեվիճակ։ Արագաչափերն ու տեսախցիկները երթևեկությունն ավելի անվտանգ չդարձրին, պնդմանը հակադարձում են նույն պաշտոնական վիճակագրությունը։ Անցյալ տարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորվել է 4479 մարդ, 13-ի համեմատ 485-ով ավելի, բայց սա էլ ունի օբյեկտիվ հիմնավորումներ։ Վթարի ենթարկված քաղաքացիները անմիջապես դիմում են բուժ հաստատություններ, հայտնելով, որ վթարի մասնակից են եւ կարողանում են զննվել կամ բուժում ստանալ անվճար ապա գործակալությունների փոխհատուցմամբ։ Եվ ամենացավալի փաստի մասին 2014-ին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 257 մարդ, բայց կա հուսադրող դինամիկա։ 2013-ի համեմատ զոհերի թիվը 19-ով նվազել է։ Անվտանգ երթևեկություն հասկացությունը ըստ ոստիկանության հիմնված է հենց այս ցուցանիշի վրա։ Ոստիկանության
ոստիկանության ռազմավարական թիրախը հանդիսանում է ճանապարհատրանսպորտային պատահարների ծանրության, հետևանքների ծանրության նվազեցումը, այսինքն հիմնականում զոհերի թվի նվազեցումը։ Մեկ զոհն անգամ անընդունելի է եւ ձեռնարկվելու են բոլոր միջոցները ոստիկանության լիազորությունների շրջանակում, որպեսզի հետևանքները հասցվեն նվազագույնի։ Ասում են հետևյալը, արագության հետևանքով ամենամեծ քանակությամբ վթարներն են։ Ինչ է ասում միջազգային փորձը։ Ասում է, եկեք նվազեցնենք արագությունը բնակավայրերում, այսօր մեզ մոտ 60 է, դարձնենք 50։ Մահվացության քանակությունը մենակ 10 կիլոմետր նվազեցնելով նվազում է մոտավորապես 10-12%-ով։ Դպրոցի տարածքում մեր մոտով պետք է 25 քշես ու ընդհանրապես արագություն գերազանցելը իրանք հաշվում են, որ դու հավասար ես մարդասպանության։ Լիլիթը Գլենդելում է ապրում արդեն 9 տարի։ Մեքենա վարել սովորել է այնտեղ եւ առաջին վարորդական իրավունքը ստացել Միացյալ Նահանգներում։ Նրա խոսքով երթևեկությունն այնտեղ այնքան խիստ է վերահսկվում, որ հայաստանյան վարորդները պատկերացնել անգամ չեն կարող։ Մեր մոտ օրինակ ստեղ գծերը ավելի լայն են, նախ առաջին, այսինքն իմ կողքի մեքենան ինձանից մի դուռ հեռու է։ Երկրորդը մեր մոտ մարգածելը շատ կարևոր է։ Դու չես կարող գիծ փոխես առանց մարգածելով։ Հեռախոսով չես խոսում, որովհետև նախ բարձր է, մոտավորապես 350-ից $400 է բանը, թիքետը։ Երկրորդն էլ ռեկորդ է մտնում, որ այս մարդը հեռախոսով խոսում է։ Ավտովարորդների իրավունքների գլխավոր պաշտպանը բողոքներ է ստանում անընդմեջ եւ գրեթե ամեն օր դատական իրարանցման մեջ է։ Բայց համոզվել է, որ վարորդներին պետք է պաշտպանել ոչ այնքան ճանապարհային ոստիկանությունից, որքան հենց իրենցից։ Վարորդները չգիտեն երթևեկության կանոնները։ Երբ մենք ասում ենք չգիտեն, վարորդներն են նեղանում, այստեղ կգան, այստեղ ու կասեն գիտենք, ասում են լավ մի հատ նկարի խաչմերուկը որն է։ Չգիտի խաչմերուկը ինչ է։ Այս տեսախցիկների կիրառումից հետո նկատել ենք, որ վարորդները ստիպված սկսել են ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կանոնները, սկսել են կարդալ եւ բազմաթիվ են այն դեպքերը, երբ դիմում են մեզ ու պահանջում են ճանապարհային երթևեկության կանոնների ձեռնարկներ։ Վարորդները պետք է իր մեջ ունենան այդ կարգապահությունը, որ իրանք պետք է իմանան, որ եթե բնակավայրում ես բարի եղի այդ 60 կիլոմետրը պահպանելու։ Ձեր մոտ մեկը մյուսի հանդեպ հարգանք չունեն վարորդները։ Ձեր մոտ արագությունը միշտ գերազանցում են բոլորը։ Իսկ այդ արդեն վտանգավոր է։ Մեր մոտ չգիտեմ, իրար հանդեպ քշելու հանդեպ հարգանք կա։ Հետո ձեր մոտ պեշեխոդին հարգել չկա։ Մեր մոտ պեշեխոդը ճիշտ է, սխալ է, բոլորի համար ճիշտ է։ Վարաերթերը մեզ մոտ դա կազմում է մոտ 30-33%։ Դա բավականին մեծ թիվ է, պատկերացնում եք 300 հոգու 100-ը վրաերթերով են մահանում։ Մենք ունենք անկարգապահ հետիոտ։ Տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության վերահսկումը ընդունված է ամբողջ աշխարհում եւ ապացուցել է իր մի շարք առավելությունները։ Այսօրվա մակարդակով ինչ ունենք մենք, այսինքն մեր հնարավորությունները, իրավախախտումները հայտնաբերելու եւ ամրագրելու, եթե սա փորձենք մենք անենք առանց տեխնիկական միջոցների, այս նույն ծավալով, ապա մեզնից կպահանջվի երևի մի քանի հազար ավել ոստիկանության ծառայող եւ բացի այդ այստեղ գործում է նաեւ լիովին գործում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, որովհետեւ տարանջատում տեխնիկական միջոցը չի դնում տրանսպորտային միջոցի տիրոջ հետ կապված կամ մագնիշի եւ այլ։ Ակնհայտ տեսնում ենք, որ այսպես թե այնպես խաչմերուկներում մեքենաները, ոնց որ ասում են, իրար հետևից շարք փորձում են երթևեկել կանոններով։ Արագաչափերի տեղերն ու տեսախցիկներով հագեցած խաչմերուկներն անգիրարած վարորդները առայժմ կարող են վայելել այդ գիտելիքների ընձեռած հաճելի, բայց անցողիկ հաճույքը։ Դրա դեմ կան պայքարի մի քանի ձևեր, օրինակ ասենք յուրաքանչյուր արագաչափից հետո մոտ 500-600 մետր հետո ճանապարհային ոստիկանության տեսուչը կարող է կանգնացնել։ Առայժմ քննարկում ենք, բայց հաստատ մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի վարորդների մեջ ձևավորենք այն մշակույթը, որ չի կարելի իրավախախտում թույլ տալ, անկախ այն հանգամանքից, տեսախցիկ կա, արագաչափ կա, թե չկա։ Վարորդներին ավելորդ ստրեսի չենթարկելու համար ճանապարհային ոստիկանությունը չի կիրառի շրջիկ արագաչափեր առայժմ։ Եթե լիարժեք տիրապետում եք ճանապարհային երթևեկության կանոններին, նաև անառողջ մղում չունեք անպայման խախտում կատարելու, նշանակում է այս մեքենաները ձեզ ոչինչով չեն սպառնում։ Տեսանկարահանող եւ արագաչափ սարքերը եւս։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թերևս նկատած կլինեք, որ Սուրանկյունը արդեն տևական ժամանակ չի անդրադառնում ինքնասպանությունների թեմային։
Ու պատճառը ոչ թե հաճախակի անդրադարձները ինքնասպանության խթան են թյուր տեսակետն է, այլ նման ծայրահեղ քայլի դիմացների հարազատներին ցավ չպատճառելը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին 2 շաբաթում ու հատկապես երկուշաբթի, ստիպեցին թեմային ավելի մանրամասն անդրադառնալ։ 4 երիտասարդ իրեն զրկեց կյանքից, ընդ որում Դավիթ Հաշենի 37-ամյա բնակիչը ինքնասպանություն գործեց հոր աչքի առաջ, հորն էլ մի կերպ են հետ պայել նման քայլից։ Լավ, դեռ քանի ծնող պետք է զավակ կորցնի, քանի երեխա որ մնա, դեռ ինչքան պետք է հասարակությունը ստրեսի ենթարկվի նման լուրեր լսելով։ Այսօր կառանձնացնենք ոչ թե նման մահափորձերի պատճառները, որոնք հիմնականում սոցիալ-հոգեբանական են, այլ կառաջարկենք դրանք կանխելու կոնկրետ լուծում։ Միանգամից ասեմ, որ խոսքը կամուրջների բազրիկների տակ հատուկ ցանցերի ամրացման մասին է։ Նման պրակտիկա աշխարհում կա։ Օրինակ, Վաշինգտոնի եւ բրիտանական Բրիստոլի կամուրջների տակ ցանցերն ամրացվել են հետևյալ հաշվարկով. ինքնասպանը կարող է ծանր վնասվածքներ ստանալ, բայց ողջ մնալ։ Հայտնի ոսկյա դարպասներ կամրջից նույնպես նախատեսում են ցանցեր ամրացնել։ Այս կամրջից միայն 2013-ին նետվել է 46, իսկ կամրջի բացման օրից 1937 թվականից 1500 մարդ։ Այժմ ցանցերի նպատակահարմարության մասին։ Հավանաբար տեղյակ եք, որ կամուրջների մոտ հերթապահում են ոստիկանության աշխատակիցներ, սակայն հաշվի առնելով Դավթ Հաշենի, Կիևյան եւ հաղթանակ կամուրջների երկարությունը, ոստիկանները օբյեկտիվորեն չեն կարողանում լիարժեք տիրապետել իրավիճակին։ Ցանցերի առկայությունը կարդարացնի շուրջօրյա հերթապահությունը։ Երկրորդ, հիմնավորվել է, որ ինքնասպանության անհաջող փորձ կատարողներից շատերը երկրորդ անգամ նման քայլի չեն դիմում, արարքի համար զղջում են։ Ցանցերի առկայության դեպքում կտրվի այդպիսի հնարավորություն։ Երրորդ, կամուրջներից նետվելու փորձը հիմնականում հետապնդում է նաև հասարակության ուշադրությունը գրավելու նպատակ։ Ցանցերի առկայության դեպքում նպատակը չի աշխատի։ Չորրորդ, նման դեպքերում կամուրջների վրա հետաքրքրասերների հսկայական բանակ է հավաքվում, ոմանց համար ոչ քրիստոնեավայել արարքի հեղինակը գլուխը լավ բարձեցրեց համատեքստում երբեմն դառնում է վարակիչ օրինակ։ Ցանցերի առկայության դեպքում նման օրինակ չի լինի։ Այս շարքը կարելի է շարունակել, ինչն էլ կանենք տեսանյութում, իսկ ինչ վերաբերում է ցանցերի ֆինանսավորման հարցին, ապա ցանկության դեպքում հնարավոր է միջոցներ հայթայթել, ասենք նույն փողոցը կարճ ժամանակում մի քանի անգամ ասֆալտապատելու գումարները ուղղել մոլորյալների կյանքի փրկությանը։ Այժմ Արմեն Աթալյանի «Աստված տվելը Աստվածը պետք է վերցնի» հետաքննությունը։ Երբեմն Երևանի կամուրջներով անցնելուց հավաքված ամբոխ եմ տեսնում եւ միանգամից անհանգստանում եմ։ Ենթադրում եմ, որ կամ ինչ-որ մեկը փորձում է նետվել ցած եւ նրան համոզում են այդ քայլը չկատարել, կամ էլ ինքնասպանն արդեն ցած է նետվել ու մարդիկ հետևում են դիակի դուրսբերմանը։ Նման մի տեսարանի էին ականատես եղել մարդիկ մի քանի օր առաջ Դավիթ Հաշենի կամրջի մոտ։ Իրավապահներն ու ոստիկանները կամրջի տակից հանում էին երիտասարդ տղայի դին, իսկ կամրջի վրա փորձում էին օգնություն ցուցաբերել ինքնասպանի հորը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա ականատես է եղել որդու ինքնասպանությանը եւ անգամ փորձել կանխել, սակայն չի հաջողվել։ Այս դեպքի ժամեր առաջ էլ փրկարար ծառայություն ահազանգիր ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն է գործել, նետվել Կիևյան կամրջից։ Օրեր առաջ էլ Դավիթ Հաշենի կամրջի տակից իրավապահներն ու փրկարարները հայտնաբերել էին մի տղայի դի։ Նա ինքնասպան էր եղել ծառից կախվելու միջոցով։ Տաբատի գրպանում էլ թողել էր գրություն, ուղղված հարազատներին։ Վերջերս եղել է նաև մի քանի դեպք, երբ մարդկանց կարողացել են հետ պահել ինքնասպանությունից։ Օրեր առաջ մի երիտասարդ փորձել էր նետվել հաղթանակ կամրջից։ Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարներն ու ոստիկանները կանխել էին դժբախտությունը։ Նման դեպքերում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ նաև հոգեբան է ահազանգի վայր մեկնում։ Տիգրան Սարգսյանն աշխատանքային պրակտիկայի ընթացքում արդեն հասցրել է մարդկանց հետ պահել ինքնասպանությունից։ Գնում ենք հիմնականում տեսնում ենք մարդ ստրեսային, դեպրեսիվ իրավիճակում, որը տվյալ պահի իր խնդրի լուծումը գտնում է միայն այդ ճանապարհով։ Հենց վերջերս ահազանգով մեկնել են դեպքի վայր։ Բարեբախտաբար ամեն ինչ լավ է ավարտվել։ Մի հատ կին մեզ զանգ արեց, վիճել եմ տունը, հեսա վենաներս կտրում եմ, եթե չգաք։ Մեկնեցինք դեպքի վայր, ստրեսային իրավիճակում, դեպրեսիվ, աչքերը ուռած, sense կիսալացելով են, որ ինչ որ գտր առաջնակել էր դուրս էր եկել։ Հասկանում եք, մեր խնդիրը կայացավ առաջնակության նրանով, որ մենք այդ մարդուն ցույց տվեցինք, որ իր խնդիրը ունի այլ լուծումներ։ Իսկ ինչու են մարդիկ շատ դեպքերում նախընտրում նետվել հենց կամրջից։ Հոգեբանների կարծիքով դրանով հասարակությանն ու հարազատներին հաղորդագրություն են թողնում։ Այդպիսի մանիպուլյացիա կա մարդկանց վախեցնել։ Դա բարեկամներին, ավելի հարազատներին, այո, դա հատուկ անուն են ցույց տալու։ Տեսեք, դուք ինչքան վատ եք ինձ հետ վերաբերվում,
եւ ես ձեզ դրանով եմ պատժում։ Փաստն այն է, որ կամուրջների վրա հերթապահող իրավապահները չեն կարող կանգնեցնել ինքնասպանին, եթե ասենք նրանից տասնյակ մետրեր հեռու են։ Զարգացած երկրներում այս խնդիրը լուծվում է այլ կերպ։ Ամերիկյան հայտնի Սան Ֆրանցիսկոյի ոսկե դարպասներ կամրջի որոշել են պաշտպանիչ ցանցերով սահմանափակել այդ վայրենկման տարածքը Մոսկվա քաղաքում։ Ուզում եմ այդպիսի հայտնի ինքնասպանություններով շատ հայտնի կամուրջներից մեկի ստորին հատվածներում էր պաշտպանիչ ցանցեր դնել։ Հովհաննես Խանգելդյանի խոսքով դրսում բացահարքների ու կամուրջների շուրջ ցանցապատնեշներ են կառուցում, բայց դա բավական թանկարժեք տեխնոլոգիա է, որը մեծ ներդրումներ է պահանջում։ Ստորին հատվածում այստեղից ներքև անվտանգ հեռավորության վրա, որը թռիչքի առավելագույն հեռավորությունը կկասեցնի, պետք է բացվեն համապատասխան ցանցային տարածքներ, բավականին ամուր կոնստրուկցիա պետք է ուրեմն կառուցվի ձողային, եւ այն ամրակցվի հիմնական կրող կոնստրուկցիային կամրջի։ Ինչքան ներքև են իջացնում, այնքան բնականաբար ավելի հեռու պետք է տանենք, որտեղ ցայտելուց մարդը անցնում է կորով եւ կարող է ուղղակի այդ պաշտպանիչ ցանցը չգործել։ Կա նաեւ կարծիք, որ ինքնասպաններից շատերի սիրտը կանգ է առնում հենց օդում։ Ցանցերը տեղադրելիս, սակայն, այս հանգամանքը այդքան էլ չի կարևորվում։ Պետք է ամենակարևորը լինի այնպիսի նյութից, որ բռնող ուժ ունի, մարդը ընկնի եւ չկարի նայել այլևս շարժի մեջ է, միջև նրան դուրս չբերեն։ Հակառակ դեպքում վատուտի էֆեկտ կարող է տեղի ունենալ։ Ապացուցված է, որ ասենք մեկ անգամ ձախողվելով ինքնասպանը կարող է մտափոխվել, բայց դա ժամանակավոր է։ Եթե անգամ ցանցի վրա տվյալ անձնավորությունը ընկնում է, ճղվում է եւ այլն, կարող է եւ փոշմանել, բայց միևնույն ժամանակ նորից կլինի ցանկություն այս կյանքից հեռանալու։ Եթե իսկապես բուժում չլինի, որովհետև սա իսկապես բուժում է պահանջում։ Ինքնասպանություն գործողների մեծ մասը 98%-ը մտածում է այս ինքնասպան կլնեմ կփոշմանեն, այս ինքնասպան կլնեմ կհիշեն, բայց իրանք չեն գիտակցում, որ մահվան են գնում։ Երբ որ իրանք հասնում է գիտակցումը, որ իրանք դեպի մահ են գնում, ու իրանք չեն տեսնելու էլ այդ փոշմանումը, չեն տեսնելու, որ իրանք համար լացելու են։ Այդ ժամանակ մարդկանց 98%-ը հետ է կանգնում այդ քայլից։ Մեր զրուցակիցը, որը հասկանալի պատճառներով չի ցանկանում ներկայանալ, հավանաբար ժամանակին այս նույն ուղին է անցել։ Դեպքը տարիներ առաջ է եղել, ուներ աշխատանք, ընկերուհի, լավ վաստակում էր ու ջահելությունը վայելում։ Օրից մի օր իմանում եմ, որ կրճատման տակ եմ ընկել եւ աշխատանքից ազատվել եմ։ Խասյա չունեմ ծնողներից գումար վերցնելու, որ գումար չկար, տրամադրությանս վրա էր ուժեղ ազդեցություն ունենում։ Հետո ավելի դյուրագրգիռ է դառնում ու վիճում ընկերուհու հետ, հեռանում նրանից։ Մի օր զանգում եմ, որ տենանք խոսանք, բարիշենք, դե հեռախոսազանգից իմանում եմ, որ ինքը արդեն ուրիշ տղա է ճարել։ Անգործ, անտրամ, սիրած աղջիկս իմ հետ չի, չենք էլ վերականգնվելու, ինքը արդեն ուրիշինակ թե ավոր դեպրեսիվ sense վիճակ էր։ Երիտասարդը պատմում է, որ դեպրեսիվ վիճակում մի օր ածելիով կտրել է երակները։ Պատահաբար իր տուն եկած ընկերը օգնություն է ցուցաբերել ու հուսադրել, բայց հանգստությունը կարճ է տևել։ Մի օր առավոտյան տենց քայլում եմ, Գևյան մոստի մոտերով էի անցնում, կանգնեցի, նայեցի վերևից ներքև բան, այդ մտքերը էլի եկան ինքնասպանության։ Անգնած ժամանակ մի հատ մարդ էր մոտիկացել ինձ, սկսեցինք խոսալ, հումոր բան էր անում, չզգացի ժամանակը ոնց անցավ ու արդեն Հրազդան ստադիոնի մոտ էինք ոտքով քայլելով հասել։ Հարցեց ինձ ինչ ա եղել բան, աս նկատել եմ, որ չոր ահավոր անտրամ ես, ասեցի, որ անգործ եմ, ընկերուհիս ա թողել, ինձ ահավոր ընկճված վիճակում եմ, ասեց ես քեզ կօգնեմ աշխատանքով բանով։ Ասում եք կարճ ժամանակում ամեն ինչ տեղն է ընկել, աղջիկը հետ է ծանոթացել, ընկերացել, հիմա նույնիսկ հումորով է հիշում այն օրերը։ Հավատս չի գալի, որ քանի ժամանակ առաջվա այդ գործողություններ, որ ուզում էր անել կամ կյանքի հետ վերջար, դա ես եմ եղել։ Ոնց որ ես իմ արարքների համար ես պատասխան չտեմ, որ լրիվ ուրիշ մարդ լինել, բթացած էր ամեն ինչ մոտը։ Ցանկացած մարդու մոտ ինքնասպանության միտք ինչ որ տարիքում, ինչ որ շրջանում կամ որևէ իրավիճակում դա ծագում է, անկախ իր կատեգորիայից, թե ինչ բնագավառում է, եւ նույնիսկ հոգեվորական է։ Միքայել Սարգսակ Կարապետյանի մոտ ինքնասպանության փորձ արած մարդիկ անկեղծանում են։ Սարգսակի խոսքով նման մարդկանց պակասում են հույսը եւ ուշադրությունը։ Մարդը ընկճված է լինում եւ պատահական չեն այն երկտողերը կամ դուրը կիսաբաց թողնելը։ Երկտողի արկայությունը փաստում է ոչ թե նա, որ ինչ որ հաղորդագրություն է թողում, այլ նա կարծես
Այն ժամանակն է փորձում շահել, որով ինչ-որ մեկը նրան ձեռք կմեկնի։ Հոգևորականը համարում է, որ մարդուն ինքնասպանության մղողը նրա մեջ բույն դրած չարն է։ Իզուր չէ, որ ինքնասպանությունը համարվում է մեծագույն մեղքերից, քանի որ ինքնասպանը դեմ է գնում Աստծուն եւ անարգում Սուրբ Հոգին։ Արմեն Աթելյան, Զորաբ Կարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Վարորդն ուղևորուին այնքան են հաշվարկների մեջ խորացած եղել, լավ արագ ա եղել։ Պարզվում է բավականին խնդրահարույց խաչմերուկ է։ Ոնց որ post դրացել ենք։ Պատճառը կրկին դեղին լույսի խնդիրն է։ Բացի նապաստակությունից, Յաշիկի վարորդին այլ բնորոշում չի սազի։ Մարմնական, հա? Հա, մարմնական։ Շամպայնը առավոտյան խմում են արիստոկրատներն ու դեգեներատները։ Ավտոյի սիրտը սնիկերս ա ուզել։ Խեղճ փրկարարները կդաղվեին, հանակ բանա։ Արտնացել են մեր կողմից շատ սիրված ճվճվ Արոյի անուղելի զավակները։ Չես փոշմանը որ խմել ես։ Ճանապարհին ես էլ հասցրեցի մի քանի անգամ գլորվել։ Դիակը ավտոմեքենայի մեջ ա եղել թե դուրսը։ Ժամեր անց Օպելի վարորդը մահացավ։ Հետքերը հետն անեցին, վաղը ոնց են ապացուցել ով ա մեղավոր։ Մահը վրա է ասել հրազենից արձակված կրակոցից։ Հրազենը։ Նախորդ թողարկմանը նշեցի, որ հանրապետությունում քրեատին իրավիճակը լարված է։ Ներկայացրել ենք Նուբարաշենում սպանությունների մասին ընդգրկուն տեսանյութ, պատմել Պրոշյան գյուղում, Մալաթիա, Սեբաստիա եւ Նորք Մարաշ համայնքներում կրակոցների մասին։ Դեռ չենք սթափվել, աղմկահարույց նոր սպանություններ կատարվեցին, այս անգամ Շիրակում։ Նախ Գյումրիի Միասնիկյան պողոտայում հրազենից եւ կտրող ծակող գործիքներից վնասվածքներ ստացած 6 հոգի տեղափոխվեց հիվանդանոց, մեկը օրեր անց մահացավ։ Վեճը նախնական տեղեկություններով կենցաղային է եղել։ Դրանից մեկ օր առաջ մի խորհրդավոր դեպք է տեղի ունեցել Երևան-Գյումրի Բավրա ճանապարհին, Փոքրաշեն գյուղի տարածքում։ Ձորում մեքենային հայտնաբերել սրահում D։ Դատաբժիշկը պարզել է, որ 31-ամյա Քրիստ Վարդանյանը մահացել է հրազենային կրակոցից։ Ստացվում է, երիտասարդին սպանել են, մեքենան գլորել ձորը, որպեսզի որակվի որպես դժբախտ պատահար։ Մեր տեղեկություններով մահացածը նախկինում դատված է եղել սպանության փորձի հոդվածով եւ չի բացառվում, որ կատարվածը վենդետա է, արյան վրեժ։ Էքշն ժանրի ֆիլմի սցենարի հավակնող այս պատմությունը հանրապետության քրեական վատթար իրավիճակի եւս մեկ վկայությունն է։ Սեբաստիա փողոցում շղթայական խոշոր ավտովթարի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Դիտելով կադրերը կհամոզվեք, որ զոհերից խուսափել հնարավոր չի եղել։ Բանկի կրուկ կոչվող հատվածի խաչմերուկում Մերսեդեսը մեքենաների ջարդ էր կազմակերպել։ Նախաքննությունը կպարզի եղելությունը, սակայն մի քանի անգամ դիտելով եւ վերլուծելով կադրերը, տպավորություն է, թե 26-ամյա Կարեն Պողոսյանը երթևեկել է մեծ արագությամբ, քանի որ հարվածել է Օպելին, որն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Մերսեդեսին, սա էլ 2 Նիսանի։ Օպելի վարորդը դեպքից ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Ավելի սարսափել է, երբ պատկերացնում ես, որ մահացածը տաքսու վարորդը մեքենան կայանել է թույլատրելի հատվածում եւ սպասել է հաճախորդի։ Մերսեդեսի վարորդը արդարացել է, թե պատճառը եղել է ինչ-որ տաքսի մեքենա, որը խաչմերուկում ստեղծել է վթարային իրավիճակ։ Անկախ ամեն ինչից ունեցանք եւս մեկ զոհ, ինչը քիչ առաջ նշածս ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք է։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի տաք գլուխներին սառը պատիժ տեսանյութում։ Ժողովուրդ ջան, ծանոթ ճանապարհը, չէ՞։ Այո, Երևան-Սևան մայրուղին է։ Եթե նույնիսկ թեմա չլինի, օրական մի քանի անգամ մոլուլ տաս այս ճանապարհով, հաստատ մի քանի դեպք կարձանագրես։ Էս էլ հերթականը։ Ինչպես նկատում եք, բացի BMW-ից այլ մեքենա չկա։ Հետևաբար կրկին գործ ունենք զգոնության բացակայության հետ։ Եվ ուրեմն BMW-ն դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև մոտ 60 մետր առաջ ընթանալով բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե հատվածին։ Այդ գազն է, չէ՞ նայում։ Նես չէ, լավ արագ ա եղել։ Դեռևս չկա տեղեկատվություն, արդյոք սթափ է եղել վարորդը թե ոչ, բայց որ առնվազն անուշադրության եւ զգոնության պակասի հոտը փչում է, փաստ է։ Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է եղած լինի, որ հարթ տարածության վրա նիստավոյ նիսիվո այս օրը ընկնի։ Մեքենայի ղեկին եղել է ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետ 29-ամյա Հովիկ Պետրոսյանը, իսկ ուղևորուհին նույն նախարարության առաջատար մասնագետ Մերի Ազատյանը։ Պապիրոսով հերու։ Աչքից վարորդն ու ուղևորուհին այնքան են հաշվարկների մեջ խորացած եղել, որ անգամ չեն նկատել, թե ինչպես են գրոհում այդ շինության պատը։ Բարեբախտաբար երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում, եւ հիվանդանոց են տեղափոխել պոլիտրավմա ախտորոշմամբ։ Մի խնդրանք երկրի բյուջեն իրենց վտիտ ուսերին շալակած նախարարության աշխատակիցներին։ Գիտենք, այդ անտեր բյուջե լցնելը հեշտ գործ չի, բայց հիշեք, որ ձեր առողջությունը հուզում է հասարակության յուրաքանչյուր անդամին։ Հետևաբար զգոնությունը կորցնելու իրավունք չունեք։
Իսկ հիմա սահուն ու անփորձանք անցում կատարենք դեպի մայրաքաղաքի Մալաթիա-Սեբասիա վարչական շրջան, որտեղ տեղի ունեցած երկու դեպքը համացանցում լայն արձագանք գտավ։ Տեսանյութի վերջում կներկայացնեմ շաբաթվա թերևս ամենադաժան եւ ողբերգական վթարը։ Իսկ մինչ այդ անդրադառնամ այս համայնքում օրը ցերեկով տեղի ունեցածին։ Հովնաթան Բատիկյան փողոցների խաչմերուկը, որն իսկական պատուհաս է դարձել շրջակա բնակիչների համար, քանի որ ԽՍՀՄ տարիներից ճանապարհի երթևեկությունը կարգավորող նշանները հոդս են ցնդել։ Իսկ պատկան մարմինները 2 տարուց ավելի է ամեն նմանատիպ վթարից հետո խոստանում են, որ հարցը կլուծի։ Այս անգամ եւս արժանացավ հետաքրքրասերների ուշադրությունը։ Այս փողոցում ոնց որ բան լինեմ։ Պոստ դրացելնենք։ Այս վթարի պայմանական վերնագիրը կդնեի Ֆորդերի մենամարտ։ Նշածս խաչմերուկում բախվել էին 24-ամյա Էդգար Մկրտչյանի Ford Explorer-ը եւ Սմբատ Ավետիսյանի Ford Transit-ը։ Հիմա տեսնում եք, թե ինչ վիճակում է հայտնվել ծանր քաշայինը։ Այո, գլխի վրա շրջվել է։ Անկեղծ ասած, մինչև վթարի վայր հասնելը մտածում էի, թե խաչմերուկա էլի, կգնամ ու հերթական վթարը կֆիքսեմ, բայց ինչպես արդեն ասացի, բարձվում է բավականին խնդրահարույց խաչմերուկա։ Ու հիմա տեսեք, թե ինչպես են մարդիկ բողոքում։ Ստացվում է, որ պատկան մարմինները 2 տարի այս հարցում արժիքուն են մտել։ Խոստումներից գործի չեն անցել եւ արդյունքում վթարների պակաս չի նկատվել։ Բայց ինչպես հաճախ է պատահում, մինչեւ չես ենթարկում հրապարակային պարսավանքի տեղից չեն շարժում։ Մալաթիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը իրար եկավ ու բնակիչներին տարիներ շարունակ հուզող խնդիրը լուծեց, ինչպես նշեցին թաղապետարանի աշխատակիցները իր միջոցներով, քանի որ նրանց խոսքով հարցը ոչ թե թաղապետարանը պետք է լուծեր, այլ ճանապարհային ոստիկանության գծանշում պոակը։ Թող խախտում լինի, բայց մարդու կյանքը անվտանգ լինի։ Մի կյանքն է կարևոր, թե էս էլ նենցա լավ այստավորած բանս էս մի քիչ կար, էսի sense բանով, թե չեն ռեզիներից այսօր ասֆալտ չի թույլ տալվում, էս էլ հաստատ պահող է, էսի ավելի լավ պահող է, քան ստեն մեծ որտեղ էսի պակրիշկյան խփում ավտո։ Մի կրակ են, չէ՞։ Ներկայացվելիք վթարում նույնպես Ford Transit է մասնակից եղել, սակայն նախորդի հետ տարբերությունն այն է, որ այս անգամ նա մեղքի բաժին չի ունեցել, եւ երկրորդ չեն եղել այն օբյեկտիվ խոչընդոտները, որոնք առկա են Մալաթիայի տխրահարճակ խաչմերուկում։ Այժմ առաջարկում եմ դիտել վթարի բացառիկ կադրերը, որից հետո անցնենք վերլուծության։ Տեսակ, թե ինչպես է Էրեբունի փողոցում Երևան City-ի դիմաց բախվում Mercedes-ն ու Շկոդան, որից հետո Mercedes-ը հարվածում է կարմիր լույսի տակ կանգնած X5-ին եւ Ford Transit-ին։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն եղել, ու դա կրկնակի ուրախալի է, քանի որ Mercedes-ի եւ Շկոդայի ղեկին եղել են երիտասարդներ, սակայն եւս մեկ անգամ վերլուծելով կարելի է կռահել, թե ինչն է այս վթարի խորքային պատճառը։ Հիմա կասեք, թե այս ինչ ծանոթ պատմություն է։ Ճիշտ եք, անցած տեսանյութում նույնպես նման վթար ներկայացրինք ու պատճառը կրկին դեղին լույսի խնդիրն է։ Ու թերևս մեկ անգամ եւս նշեմ, որ վերջերս Գայի պողոտայում կիրառված նորամուծությունը, երբ կարմիրից անմիջապես փոխվում է կանաչ, կարող է արդյունավետ լինել։ Թե չէ դիմացինը մեզանից լավ տղա չի համատեքստում, մեր մտածելակերպը ոչ մի լավ բանի չի բերում։ Ասում են նրանն էլ է դեղին, մերն էլ է դեղին, ինչի պետքա նրա դեղինը մեր դեղինից զորեղ գտնվի ու պաժալուստա։ Դե ամոթա, ինչ ուրմա ժեշտին ունի, դերը բազար է կանում։ Օհո, նորին մեծություն Յաշիկ։ Գիտեք, շատերի մոտ է տեսակետ ձևավորվել, թե որտեղ Յաշիկ, այնտեղ անախորժություն։ Չէ, պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, քանի որ այդ Յաշիկները մարդիկ են վարում, իսկ ինչքան մարդ, այնքան խասյատ։ Ասում եմ սեփական փորձից, կան նաև Յաշիկի այնպիսի վարորդներ, որ քաղաքավորության մարմնավորում են, այնպես որ ներկայացվելիք վթարում Յաշիկի մեղավորությունը պետք է դիտարկել հենց մարդկային գործոնի համատեքստում։ Իսկ վթարը Յաշիկի վարորդը կազմակերպել է Երևան-Էշմիածին ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում Փարակար շաուրմայի դիմաց։ Տունը շինվածը չի խնայել, ուշադրություն, 3 մեքենա։ Մարմնական է։ Հա, մարմնական է, տեղափոխել է Էրմիածի վան։ Քանի չգնաց 3 ժամ։ Նոր մնդել Լենինգրադյան ուժեղ վթար, միջեմ դեռ պրծնի։ Անայես մարդ։ Ացի, շուտա, շուտա։ Հələ հետ կփելով չես գնաց լանդեղը ձեր մոտ։ Ինգերեսկոմ։
Яշիկից դասական ապտակ էին ստացել Opel-ը, Mercedes ML-ը եւ Range Rover-ը։ Սա էլ բավական չէր։ Яշիկի վարորդը հարվածելուց հետո մոտ 600 մետր առաջ է ընթանում, արգելակում, թողնում մեքենան ու ըստ ականատեսների դիմում փախուստի։ Բացի նապաստակությունից Яշիկի վարորդին այլ բնորոշում չի սազի։ Ցավոք ունեցանք նաեւ վիրավոր։ Opel-ի ուղևորուհին տեղափոխվեց հիվանդանոց։ Դեպքի վեր ժամանեց նաեւ քննիչը։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը լնկած պարզում էին խորհրդավոր Яշիկի անգլուխ վարորդի ինքնությունը։ Ինչու անգլուխ, որովհետև զարմանալ կարելի է, թե որն է նրա գործողությունների շարժառիթը։ Լրիվ հայտնի ֆիլմի օրինակով է։ Эти «Жигули», чем думают, я не знаю, под ногами крутятся. Էս էլ մյուս փորձանքը, որի գործողության շարժառիթը նույնպես հայտնի չէ։ Աչքից էս էլ Яշիկի վարորդի օրինակով հնարավոր է կոնծած լինի ու դրա համար էլ լքել է վթարի վայրը։ Չնայած այնքան էլ համոզված չեմ, քանի որ դեպքը եղել է առավոտ 7:40-ին, իսկ ինչպես կրկին հայտնի ֆիլմում է նշվում, շամպայնը առավոտյան խմում են արիստոկրատներն ու դեգեներատները։ Նայելով այս մեքենային չես ասի, որ նրա տերը արիստոկրատ է։ Հուսամ գնահատեցիք կատակս, բայց ահա տեղի ունեցածը կատակ չէր։ Ու տենց էլ դեպքի վայրում չհասկացա, թե արդյոք այս վթարված Mercedes-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, թե ոչ։ Կարևորը մարդու բան չի եղել, ավտոյի սիրտը սնիկերս ա ուզե, գովազդի վրա է խապնվել։ Դեպքը տեղի ունեցել Նոր-Նորք վարչական շրջանի Գալշյան փողոցում, թիվ 30 շենքի դիմաց։ Mercedes-ը ոչ տարել ոչ բերել է, հարվածել է այս մեքենային, որը պատկանում էր նույն շենքի բնակիչ 51-ամյա Գագիկ Կարապետյանին։ Հասկացաք, չէ՞, մարդը արդեն իր շենքի բակում էլ չի կարող հանգիստ մեքենա կայանել։ Հավաքվածները պատմում են, որ վթարից հետո Mercedes-ի վարորդը հայտնել է, որ ինքնազգացողությունը վատացել է, քթի ծարյունն է գալիս եւ գնում է տուն։ Գոնե իմ այնտեղ գտնվելու 2.5 ժամվա ընթացքում վարորդը այդպես էլ չհայտնվեց, սակայն ճանապարհային ոստիկանները նրա մեքենայում հայտնաբերեցին 52-ամյա Վարդան Ղազարյանի անվան վարորդական իրավունքի վկայականի պատճե։ Հետո հայտնվեց մի երիտասարդ ու ճանապարհային ոստիկաններին հայտնեց, որ վարորդը իր հորեղբոր տղան է եւ գնացել է տուն։ 4-5 մարդ եղել է բարոք։ Նորից եմ կրկնում ու հապելու դեպքում հաստատ իմացեք ապա չի արվում։ Մասիս, ախ Մասիս, դու իմ սրտի դաղ Մասիս, բա խեղճ փրկարարները կդաղվեին, հանակ բանա 11 ժամ մենամարտի դուրս գալ 6000 քառակուսի մետրի վրա մոլեգնող կրակի դեմ։ Մասիս տոբակոն վերածվել էր Մայդանի, բայց բարեբախտաբար փրկարարների եւ տեղի աշխատակիցների ուժերով բանը չհասավ զոհերի։ Որես ինչ ան, այս քամին էլ է խանգարում։ Պանելներն այ հեսա կպոկվի կընկնում։ Անտեղ պոկվել է, այնա, տես։ Հա, այնա, տրակել է պանելը։ Երևի հանրապետությունում չէր մնացել մի երշեջ, որ այդ օրը Մասիս քաղաքում գործող Մասիս Տոբակո ընկերության տարածքը չպատվեր իր ներկայությամբ։ Հրշեջների մի մասը պայքարում էին անգարում, մի մասը դրսում կրակի տարածման դեմ։ Հրշեջների աշխատանքները ղեկավարող պատասխանատուն ցույց տվեց այն հատվածը, որտեղ կրակի տաքությունից մի եկյա պանել էր պոկվել։ Որքան հասկացա, կրակի հաղթարշավի համար իսկական նախադրյալներ են ստեղծված։ Հավանաբար գործարանի պատասխանատուները չէին պահպանել հակահրդեհային կանոնները։ Չոր թութունը, ռուլոնով թղթերն ու արկղերը բախտի բրախտի այս ու այն կողմում էին։ Վարկածներից մեկն էլ այն էր, որ հրդեհը ծագել է գործարանի աշխատակիցների անփութության հետևանքով։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ահավոր էր։ Միջև առավոտ կվառվի։ Շատ չէ։ Դեպով առել։ Էնյանն էլ է, նայ դե Սենյան։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը անըսթափ վիճակում մեքենա չվարելու բազում հորդորներ է հնչեցրել։ Եթե որոշները ականջանլուր են լինում ու շահում, ապա կա վարորդների մի խավ, որը ամբողջությամբ տեղավորվում է ժողովրդի ասած «Սևին սապոնն ինչ անի, խևին խրատը» համատեքստում։ Մեկ օրում Երևանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել, բռնվեք, չընկնեք, այսքան երկաթյան նժույգ։ Չես փոշմանը որ խմել ես։ Մեկը մեկից մարալ, մեկը մեկից ջերյան, էլ չեմ ասում համարանիչների մասին։ Այ մարդ, կանանային սրացումը ինչա, բայց փաստն էնա, որ նորից արտնացել են մեր կողմից շատ սիրված Ճվճվ Արոյի անուղելի զավակները։ Հերիք չի, որ մեկ տարով ինչպես Ճվճվ Արոն, այնպես էլ նրա ժառանգները զրկվել են վարորդական իրավունքից, մի բան էլ լակած են վարել մեքենան։ Տեսնում եք, այս 7-ով ջերյանը, կհիշեք, երբ անցյալ տարի փոքրիկ Ճվճվը գայի պողոտայում կոկոնը տաքացրած մխրճվեց մարդատար գազելի մեջ եւ մոտ 10 հոգի տեղափոխվեց հիվանդանոց։ Անուղելի բախտը այդ դեպքում էլ էր բերել։ Հենց այդ դեպքից հետո էր Սարգիս Վարդանյանը զրկվել մեքենա վարելու իրավունքից, բայց ինչպես երևում է, սրանք դաս այդպես էլ չեն քաղում։ Բայց Ճվճվի 2 ավտո են բերել։
Իսկ հիմա անդրադառնամ ողբերգական ելքով 3 դեպքի, որոնց հիմքում ընկած է զուտ մարդկային գործոն է։ Սկսեմ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգությունից։ Տեսնում եք կադրերը, ու թերևս մոտավոր պատկերացնում, թե քանի մետր է գլորվել Նիվան, որ հայտնվել է այս տեղանքում։ Բացելով ճակերտները ասեմ, որ մինչև ասա այս տանտերտեղը ճանապարհին ես էլ հասցրեցի մի քանի անգամ գլորվել, ու հիմա զարմանքով նայում եմ տեսախցիկից, թե ինչպես սաղ սալամատ մնաց։ Սպիտակ Գյումրի ճանապարհի Լուսախբյուր գյուղի տարածքն է։ Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Դիակը ավտոմեքենայի մեջ ա եղել թե դուրսը։ Այսինքն դուրսը ընկած ա եղել դին։ Տոել Սպիտակի ոստիկանապետ, տոել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցներ, գումարտակի հրամանատար Դավիթ Ավագյանի գլխավորությամբ, տոել քննիչները, բոլորը հավաքված վերևի մասից հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին, որոնք խոչընդոտ էին դարձել երթևեկության համար ու պատճառ խցանման։ Բոլորն էլ հասկանում էին, որ Նիվայի մեջ գտնվողները չեն կարող կենթանի մնալ ու նրանք իրավացի են։ Սպիտակից ժամանած հրշեջ փրկարանները մեքենայից դուրս հայտնաբերեցին տարեց Մարդուդի եւ գյուղացիների օգնությամբ դուրս բերեցին այն։ Պարզվեց, որ մահացածը 78-ամյա Լավրենտ Մանուշակյանն էր, պատկերացնելն անգամ սարսափելի է, մարդ հասնի պատկառելի տարիքի եւ նման անեթեթ ու ողբերգական մահվան արժանանա։ Իդեպ ընդունում եմ այն տեսակետը, որ նման տարիքային ցենզն է անվտանգ երթևեկի կարևոր բաղադրիչը։ Ճիշտ է, մարդկանց ֆիզիոլոգիան ունի առանձնահատկություններ, այդուհանդերձ քիչ են եղել դեպքեր, երբ ասենք ղեկի վրա տարեցները մահանում են սրտային անբավարարությունից։ Քանի մետր կլինի, մոտ 200-ից ավել, չէ։ Էսի չեղավ։ Դեմ առավ քարի։ Այն բալոնն էլա, չէ, հեսա բալոնը։ Զգուշ։ Եթե այսպես շարունակվի, Մալացիա Սեբասիա վարչական շրջանում հայտնի բանկի կռուկ անունը ստացած խաշմերուկը ժողովուրդը կկոչի մահվան խաշմերուկ։ Օրերս 26-ամյա Կարեն Պողոսյանը Մերսեդեսով բախվում է 61-ամյա Մելքոն Մանուկյանի Օպելին, որից հետո ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մի քանի այլ մեքենաների։ Վթարի հետևանքով մի քանի հոգի, այդ թվում Մերսեդեսի եւ Օպելի վարորդները տեղափոխվեցին հիվանդանոց։ Դժբախտաբար ժամեր անց Օպելի վարորդը մահացավ։ Էսկոմ։ Հետքերը հետն անեցեցին, բաղը ոնց են ապացուցելով ա մեղավոր։ Իվանետես միտեղ կարած գրես։ Էսկոմ։ Նշված հատվածում Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Մալացիայի ոստիկանների հետ մի կերպ հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին, իսկ մի քանի ականատեսներ քննիչին ասում էին. «Բան չջոկեցինք, Մերսեդեսը ոնց որ արծվի նման թևերը բացած դուրս եկավ Օպելի վրա, հետո էլ մխրշվեց այս կանգնած մեքենաների մեջ, այդ պահին էլ աշկերից բան չեկավ, ընկած վիրավորներին էինք մեքենաներից դուրս բերում ու տեղափոխում հիվանդանոց, հետո արդեն եկան MЧS-ի տղերքը ու արդեն տեսնում եք թե ինչ են անում»։ Ճիշտ է, բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Մերսեդեսի վարորդը եղել է սթափ, սակայն եթե նա մեքենան չվարեր 80-ից 100 կմ/ժ արագությամբ, ապա հնարավոր կլիներ խուսափել վթարից ու ինչքան էլ քննչական մարմնին փորձի մեսիջներ ուղարկել, թե մեկ այլ մեքենա է ստեղծել վթարային իրավիճակ, դա չի կարող մեղմացնել իր արարքը։ Այնպես որ, հարգելի վարորդներ, հատկապես բանուկ խաշմերուկներում պահպանեք անվտանգության կանոնները, ել չեմ ասում արագության սահմանափակման մասին, իսկ հետո էլ սկսում եք հեքիաթներ պատմել, թե սև շորերով հետիոտն դուրս եկավ դեմս, մի քանի ցեղատեսակի շուն ու գյուլնաց տատու այլ հեքիաթներ, ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Վերջերս Գյումրին ցնցած ողբերգությունը մինչև այժմ չի ստացել իր հարցի պատասխանը։ Երբ արձանք ստացա, որ առավոտ կանուխ Երևան-Գյումրի Բավրա ճանապարհի Փոքրաշեն գյուղի տարածքում ավտովթար է տեղի ունեցել, մտածեցի, որ էլի հաստատ ոլորապտույտ հատվածում է ու հաստատ վարորդի աչքը կպել է։ Հասնելով դեպքի վայր, մի որոշ ժամանակ շողուլի չէի գալիս։ Շիրակի մարզի Ախոյանի բաժնի ոստիկաններն ու տեղի հրշեջ փրկարանները Նիսանի հետնամասից, Նիսանի մեքենայի հետնամասից դուրս բերելով 31-ամյա տղայի դին մտածում եմ, որ տեղի ունեցածը ողբերգական ավտովթար է, սակայն ըստ նախնական տեղեկությունների կրկնում ենք, ըստ նախնական տեղեկությունների չի բացառում, որ տեղի ունեցածը լինի սպանություն։ Արդեն տեղում Շիրակի մարզի ոստիկաններն ու քննչական վարչության քննիչները պարզել են մահացածի ինքնությունը։ Նախկինում սպանության փորձի համար դատապարտված 31-ամյա գյումրեցի Քրիս Վարդանյանն էր, որի դին փրկարանները դուրս բերեցին իրեն պատկանող Նիսանի հետնամասից։ 242-ը երկրորդով չէ կհարուցեք արդեն։ Երևի։ Չէ, երևի ո՞ն է, մահով է։ Այո, 242-ը երկրորդով։
Բայց 120 մետր տենց եկել է էլի։ Սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ տեղի ունեցածը կարող է սպանություն լինել։ Մտածում էին, թե Քրիստը իր մեքենայով դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել Ձորակում։ Բայց չէին կարողանում պատասխանել այն հարցին, որ եթե Քրիստն է վարել մեքենան, ինչպես է հայտնվել հետնամասում։ Տևական ժամանակ անց վերջապես ժամանեց դատաբժիշկը, զննեց դին ու արձանագրեց։ Մահը վրա է ասել հրազենից արձակված կրակոցից։ Надо кербանը նայեք հեռախոսի կարտը չկա։ Հրազենը։ Դուրս է եկել։ Ուր դուրս է եկել։ Հա, դուրս է եկել։ Ումինչ ոստիկանություն ու քննիչները աշխատանքներ էին տանում Քրիստի սպանության բացահայտման ուղղությամբ, ժամեր անց Շիրակի մարզի Մայիսյան գյուղում հայտնաբերվեց բռնության հետքերով 34-ամյա Սամվել Հակոբյանի դին։ Պարզվեց, որ Քրիստի ընկերն է եղել, ու երկուսն էլ սպանվել են գրեթե նույն ժամանակահատվածում։ Չբացառելով վենդետայի վարկածը, քննչական մարմինը որոշել է երկու սպանությունները քննել մեկ քրեական գործի շրջանակում։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը ուղղամիտ լինենք, ճիշտ ապրենք և պաշտպանենք ճշմարտությունը։ Մենք ուխտ ունենք, միշտ դեպի լույս։ Կհանդիպենք հաջորդ կիրակի մարտի 22-ին, ժամը 22-ին։ Աստված պահապան բոլորիս։